Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, կարևորելով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան հաղորդումը եւ մասնավորապես դրանցում տեղ գտած արձանագրված խնդիրները համակարգային եւ ինստիտուցիոնալ լուծումների տեսանկյունից, այնուամենայնիվ կցանկանամ անդրադառնալ 3 դահլիճում հնչած մի քանի մտքերի։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, դուք ազնիվ չեք ոչ միայն ձեր էլեկտորատի, այլ նաեւ ինքներդ ձեզ հետ եւ այն կարոտախտը, որ դուք ունեք այն տարիներ եւ դուք ինչպես միշտ կոալիցիայի մաս եք կազմել, կցանկանամ մի քանի դրվագ հիշեցնել։ Ձեր առաջնորդը առաջին նախագահի հրաժարականից հետո օրենքի կոպտագույն խախտումով առաջադրվեց եւ իբր ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իսկ թե նա ինչպես էր վերաբերում Հայաստանի Հանրապետությանը, պետական ինստիտուտներին, Հայաստանի իշխանություններին ամփոփված է թերևս նրա երկու ինքնախոստովանական արտահայտության մեջ։ Ես նրան ասացի, որ քեզ որպես շեֆ չեմ ընդունելու։ Խոսքը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին էր։ Եվ բոլորովին վերջերս ասված մի միտք, թե 44-օրյա պատերազմը սկսել էին հայերը, Հայաստանի իշխանությունները, հայկական կողմը, դատողությունները թողնում եմ ձեզ։ Այստեղ պաթոսախեղտ խոսում եք պատասխանատվությունից եւ հատկապես քաղաքական պատասխանատվությունից։ Մարտի 1-ն եք մեջբերում եւ հիշատակում միայն ձեզ հայտնի կոնտեքստում։ Ես այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես մարտի 1-ի արյունալի սպանդից 10 զոհերից բանակը ժողովրդի դեմ հանելուց հետո հրապարակվեց հրաշալի քառյակի լուսանկարը, գող, ինքնաբավ, անհասկանալի ժպիտները դեմքներին, շամպայնի բաժակները ձեռքներին, անհասկանալի էր թե ինչն էին տոնում եւ հայտարարեցիք, որ դուք կիսում եք մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունը։ Բա որ դուք մեղավոր չէիք, դուք չգիտեիք թե ժողովրդի դեմ ինչ է գծագրվում։ Դուք այդ որոշումներին մասնակցություն չէիք ունեցել, բայց ինչ քաղաքական պատասխանատվություն էիք կիսում։ Սերժ Սարգսյանի կողքին ինչու էիք կանգնել։ Բա որ այդքան շահագրգիռ էիք մարտի 1-ի դեպքերի բացահայտմամբ, կոալիցիայի մաս էիք կազմել, իշխանության մաս էիք կազմել, բա ինչու շահագրգիռ չեղաք այդ նույն ինտուզիազմով բացահայտելու այդ դեպքերը, թե 2-3 նախարարի պորտֆելը ավելի կարևոր էր, քան բզկտված Երևանը եւ Երևանի սրտում սպանված մեր 10 քաղաքացիները։ Գոնե հիմա հասկանում եք ինչ եք արել, բանակը հանել եք Հայաստանի Հանրապետության դեմ, սեփական քաղաքացիների դեմ։ Ասում եք մեր խեղճ ու կրակ պետականությունը, մեր պապերի ոսկորները, մեր ազգային իղձերը։ Նախ հանգիստ թողեք մեր եւ ձեր պապերի ոսկորները եւ մեր ազգային իղձերը։ Նախ մեր պետականությունը խեղճ ու կրակ չի, դա ձեր գնահատականն է։ Հետո մի հարց եմ ուզում տալ մի քաղաքական ուժի, ով միշտ եղել է կոալիցիայի մաս։ Բա ինչու եք մեր երկիրը մինչեւ հիմա տենց խեղճ ու կրակ։ Այդ ինչ կրիտերիաներով եք չափել, այդ ինչ կրիտերիաներով եք աշխատել, թե տենց աչքաչափով գնահատականա տալիս եք։ Ավանդաբար կրթությունը, սոցիալական ոլորտը, առողջապահական ոլորտը, շրջակա միջավայրի ոլորտը հասել են ձեզ, բա ինչու չեք զարգացնել։ Ասեմ ինչ եք արել։ Կիլոգրամներով տնօրենի հավաստագիր եք ծախել, ըստ աշակերտների թվի դպրոցի տնօրենի պաշտոնի գին եք սահմանել, մանկատների երեխեքի գումարները ու տները չկան, ձեր նշանակած անտարտնտեսության պետերը, որոնք ի պաշտոնե պատասխանատու պիտի կրեին, պատասխանատվություն ունենային անտառների պահպանման համար կահույքի գործարաններ են ունեցել Հայաստանի Հանրապետություն։ Խոշտանգումներից եք խոսում 2004 թվական ապրիլ, Human Rights Watch հատուկ զեկույց։ Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, օգտագործել է ջրցան, լուսաձայնային նռնակներ, մահակներով ծեծել է ցուցարարներին եւ օգտագործել է էլեկտրաշոկ։ Մարտի 1, հոկտեմբերի 27 Դրան հաջորդած եւ հաջորդած իրադարձություններին չեմ անդրադառնում, բոլորիդ հիշողություններում վառ է։ 1998-2008 խայտարակ քաղաքական սպանությունների հիթ շքերթ։ Հենրիկ Խաչատրյան, Արամ Կարապետյան, Վահրամ Խորխորունի, Արծրուն Մարգարյան, Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Տիգրան Նաղդալյան, այս անունները ձեզ ծանոթ են։ Եթե ծանոթ չեն, խնդրեմ մոտենակ կծանոթացնեմ, իսկ եթե ծանոթ են, ուրեմն իմ պնդումը ճիշտ է։ Դուք ձեր քաղաքական գործունեությունը հենում եք կիսաճշմարտությունների վրա։ Անընդհատ շահարկում եք հղի կնոջ մեքենայի տակ ընկնելու հանգամանքը։ Այս ողբերգությունով փորձում եք ձեր խոսքին քաղաքական կշիռտակ կամ էմոցիա դնել։ Հարգելիներս, դա դժբախտ պատահար է եղել, ցավալի ողբերգական իրադարձություն։ Եթե ես լինեի սովորական քաղաքացի եւ տեսնեի, թե ինչպես եք այստեղ խոսում այդ մասին, գուցե մտածեի երևի անկեղծ եք, այդպես պայքարում եք անարդարությունների դեմ եւ այլն եւ այլն։ Բայց ես կուզեի ձեզնից նույն ինտուզիազմով լսել ձեր թիմակից Կուսակցական կարգին մարդ եւ սկզբունքային ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության մասին դասական քաղաքական սպանություն, ծպտուն չեք անել, ոչ այն ժամանակ, ոչ հիմա։ Մի անգամ ասացի նեղվել եք, մի անգամ էլ ասեմ էլի նեղվեք։ Հրանտ Մարգարյան, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը չպատժի նրան կպատժի Դաշնակցության Աստվածը։ Գեղամ Մանուկյան, պահանջում ենք արդար քննություն, այլապես դաշնակցականի ձեռքը չի դողա։ Կա այստեղ ասելու բան։ Եթե կա, եկեք ասեք, եթե չկա, ուրեմն այլ թեմաներից մի խոսեք։
Մի հիվանդություն կա է, անունը ամնեզիա է, հատկապես պատուհասում է այն մարդկանց, ովքեր տարիքով պայմանավորված որոշակի առողջական խնդիրներ են ունենում։ Դուք անդադ հիշատակում եք ձեր կուսակցության երկարամյա, 100-ամյա, 120-ամյա հետագիծը։ Ես մտածում եմ, որ այս հիվանդությունը թերևս ձեզ էլ է պատուհասել, եւ դուք նույն կերպ եք մտածում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին։ Մտածում եք հանրության հիշողությունը կարճ է, մեր քաղաքական գործողություններն էլ հենենք այս process-ի վրա։ Ցավում եմ, որ դուք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ շատ կարևոր տեղ ունեցած ազգային կուսակցությունը քաղաքական սուբյեկտից վերածել եք քաղաքական մասովկայի։ Վկայություն բերեմ։ Գյումրու քաղաքապետի ընտրություններին ձեր թիմակիցները նստված էին այսպես ասած ինագուրացիային, այնինչ դուք բազմիցս հայտարարել եք, թե դուք Գյումրիում տեխնացու չունեք եւ չեք առաջադրել։ Չկա մի զեկույց, մի նախագիծ, որ չխոսեք դպրոցի մասին, կրթության մասին, ուսուցչի մասին, ինչ խոսք գովելի է։ Իսկ ինչու չէիք խոսում այդ նույն ուսուցչի մասին, երբ նրան դարձրել էին ընտրակաշարք բաժանող, ընտրակեղծարար, արատավոր համակարգի մաս։ Լռում էիք, որտեղ համաձայն էիք, որտեղ ձեր շահն էլ էր սպասարկվում։ Լռում էիք, երբ հանրապետական տնօրենները եւ ոչ միայն վաստակաշատ ուսուցչին իր հանձնարարությունները չկատարելու համար ասում էր, այդ դիպլոմները կգցեմ զուգարանը, գնա ցուցակ բեր։ Լռում էիք, երբ ամեն անգամ ընտրությունից հետո զանգվածաբար ուսուցիչներին ազատում էին աշխատանքից։ Նույնիսկ եղել է դեպք, երբ դատավորը տեսնելով, թե ինչ խնդիր է լուծում ուսուցիչը, իր գրպանից վճարել է տվյալ ուսուցչի փաստաբանի գումարը, բայց ասել է, որ չի կարող ապահովել բավարարել հայցը, քանի որ վերևից էին ասել։ Իսկ վերևից ասում էր մարզի բդեշխը, մարզպետը, կամ մի քիչ ավելի ներքև քաղաքապետը, ոնց որ հանրապետական կուսակցականներից մեկն էր ասում, պոլիփեդելնի մերելնի, պոլիփեդերի, փեդերի հետ, չգիտեմ, ինչ որ ասոցիացիան շատ է։ Հիմա մեր երեսով եք տալի 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը։ Դուք այդքան դուռ ու լուսամուտ, աթոռ չեք արել, այդքան պատուհան չեք փոխել, այդքան դասասենյակ չեք նորոգել, որքան մենք դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցում։ Լավ է, որ խոսում եք դուք լուրջ եք։ Ասում եք ոստիկանությունը վատն է, խոշտանգումներ կան, այո, վատն է, խոշտանգումներ կան։ Մենք այս մասին հայտարարում ենք, բայց ես կուզեի լսեի ձեզնից այն ժամանակ ոստիկանների գործունեության մասին, երբ ոստիկանը կանգնում է շքամուտքում, որպեսզի մարդը քաղաքացին ընտրակեղծարարը տաներ եւ ընտրակաշարքը բաժաներ, բայց ինչի չէիք խոսում։ Այդ նույն ոստիկաններին բարեփոխելու համար 1000 մի ծրագիր ենք անում։ Այսինքն, երբ որ ձեր շահերն են սպասարկում ոստիկանները լավն են, բայց երբ որ պետական ինստիտուտներն են պաշտպանում եւ հասարակական կարգը վատն են։ Եվ վերջում ասացիք, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն չկա։ Ուրեմն ավելի դիպուկ այս ձեր ասածներին, քան ձեր վաղամերիկ գործընկերն է ինչ որ մի ժամանակ ասել չկա։ Ուրեմն եթե Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն չլներ, հաշվի առնելով ձեր կեղտոտ ձևակերպումները, ձեր վիրավորական խոսքերը, ձեզ դալաններում այնքան կծեծեին, որ դուք ստիպված կարտագաղթեիք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։